Գոյամարտ սերիալն իսկապես մտել է իր ամենաթեժ և ամենաբարդ փուլերից մեկը, որտեղ յուրաքանչյուր դրվագ նոր լարվածություն է բերում և ավելի է խորացնում արդեն գոյություն ունեցող կոնֆլիկտները։ Սա արդեն այն փուլն է, երբ հերոսները չեն կարող պարզապես ապրել իրենց կյանքը, նրանք ստիպված են բախվել անցյալին, ճշմարտությանը և իրենց ընտրությունների հետևանքներին։ Դավիթի վիճակը շարունակում է մնալ ամենացավոտ կետը։ Նա դեռ հիվանդանոցում է և նրա կյանքը կախված է շատ նուրբ հավասարակշռությունից։ Բոլորը հասկանում են, որ նրա փրկությունը ոչ միայն բժշկական հարց է, այլ նաև հոգեբանական ընտանիքի համար։ Նրա շուրջ ստեղծված մթնոլորտը լարված է ծանր լի սպասումներով։ Վովայի գիծն այս պահին առանձնահատուկ հուզիչ է։ Նրա մայրը՝ Օլգան, հասկանալով իր հիվանդության լրջությունը, ցանկանում է մինչև վերջ բացել ճշմարտությունը։ Նա այլևս ժամանակ չունի սպասելու։ Նրա համար ամենակարևորն այն է, որ Վովան իմանա ով է ինքը, որտեղից է եկել և ինչու է նրա կյանքն այսպես դասավորվել։ Բայց հենց այստեղ է ամենամեծ ցավը. Վովան հրաժարվում է լսել։ Նրա ներսում կա վիրավորված երեխայի ցավ, որը կարծում է, թե իրեն լքել են։ Նա չի ուզում բացել այդ դուռը, որովհետև վախենում է, թե ինչ կգտնի այնտեղ։ Նրա համար ավելի հեշտ է հավատալ, որ ինքը մենակ է, քան ընդունել մի ճշմարտություն, որը կարող է ամբողջությամբ փոխել իր կյանքը։ Օլգայի կերպարն այստեղ դառնում է ողբերգական։ Նա պայքարում է ոչ միայն հիվանդության դեմ, այլ նաև ժամանակի։ Նա ուզում է ասել ճշմարտությունը, բայց չի կարողանում, և ամեն րոպե, որն անցնում է, ավելի է ծանրացնում իրավիճակը։ Մյուս կողմից Լեոյի քայլը գնալ մակունցների տուն արդեն ցույց է տալիս, որ նա անցել է վախի սահմանը։ Նա այլևս չի խուսափում, այլ գնում է ուղիղ դեպի խնդրի աղբյուրը։ Բայց ինչպես սպասելի էր, Գրիշոն այնտեղ չէ։ Նա թաքնվում է։ Սա շատ խոսուն է նրա կերպարի համար։ Նա, ով երբեմն իրեն ուժեղ էր ներկայացնում, հիմա չի համարձակվում կանգնել իր արարքների առաջ։ Բայց այստեղ կա մեկ կարևոր հանգամանք՝ Հունանի խոստումը։ Հունանը խոստացել է, որ որդուն մենակ չի թողնի։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Գրիշոն թաքնվում է, նրա հետևում կանգնած է մի ուժ, որը պատրաստ է պաշտպանել նրան ցանկացած գնով, և հենց սա ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը։ Լեոյի և Հունանի լուռ հակամարտությունը գնալով սրվում է։ Նրանց միջև դեռ շատ բան չի ասվել, բայց արդեն ամեն ինչ հասկանալի է։ Երկուսն էլ գիտեն՝ սա դեռ սկիզբն է։ Շատ հետաքրքիր է նաև Մանանի և Գրիշոյի հեռախոսային տեսարանը։ Այն պահին, երբ Մանանը խոսում է Գրիշոյի հետ, Լեոն վերցնում է հեռախոսը և սկսում վիրավորել նրան։ Սա շատ կարևոր պահ է, որովհետև այստեղ Լեոյի ներսի կուտակված զայրույթը դուրս է գալիս։ Նա այլևս չի վերահսկում իրեն, այլ արձագանքում է ցավով ու հիասթափությամբ։ Այս տեսարանը նաև ցույց է տալիս, որ Մանանը հայտնվել է շատ բարդ դիրքում։ Նա կապ ունի երկու կողմերի հետ և չի կարող լիովին կանգնել ոչ մեկի կողմում առանց կորցնելու մյուսին։ Եվ ահա ամենակարևոր զարգացումներից մեկը Դավիթ պապի քայլն է։ Նա գնում է ոստիկանություն։ Սա կարող է դառնալ ամբողջ պատմության շրջադարձային կետը։ Եթե նա իսկապես բողոք ներկայացնի, ապա ամեն ինչ կմտնի իրավական դաշտ, Գրիշոն կհայտնվի օրենքի առաջ, Հունանի ազդեցությունը կփորձվի և շատ գաղտնիքներ կարող են բացահայտվել։ Բայց կա նաև այլ տարբերակներ։ Պապը կարող է կանգ առնել վերջին պահին։ Նա կարող է ընտրել ոչ թե օրենքը, այլ ընտանիքը, ոչ թե պատիժը, այլ ինչ-որ այլ լուծում, հաշվի առնելով նրա բնավորությունը և անցած կյանքը։ Սա նույնպես շատ հնարավոր է։ Սա շատ բարդ ընտրություն է՝ արդարություն, թե ընտանիքի փրկություն։ Այս որոշումը կարող է փոխել ամեն ինչ։ Իհարկե, հնարավոր է, որ Մանանը զանգահարել է Գրիշոյին, որպեսզի տեղեկացնի, որ պապը գնում է ոստիկանություն, և հնարավոր է Հունանն ավելի արագ հասնի պապին, քան պապը ոստիկանություն։ Հրապարակված տեսանյութերից երևում է, որ Հունանը գալիս է Դավիթ պապի տուն։ Գալիս է խնդրելու, որպեսզի հավանաբար բողոքը հետ վերցնեն, որովհետև նրա դեմքի արտահայտությունն ավելի խեղճացած է, քան ինչ-որ բան պահանջող։ Թե ինչ զարգացումներ են լինելու այս ամենից հետո, ցույց կտա ժամանակը, բայց հեռուստասերիալում լարվածությունը հասնում է գագաթնակետին, իսկ հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին։ Հեռուստասերիալը համարվում է ամենառեյտինգային ու դիտվող քննարկվող նախագիծը։
Յուրաքանչյուր օր բազմահազարանոց հեռուստադիտողներ ու հետևորդներ դիտում են ու քննարկում հեռուստասերիալը։ Իսկ եթե դուք էլ եք ցանկանում իմանալ, թե ինչ գաղտնիքներ են սպասվում հեռուստասերիալում և երբ են բացահայտվելու այդ գաղտնիքները, ապա չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչ եք խոչընդոտի Դավիթ պապին, որպեսզի նա գնա ոստիկանություն ու պատմի ճշմարտությունը, ով կամ ինչը կլինի պատճառ, որ նա չհասնի տեղ։ Արդյոք ինչ-որ մեկը կփորձի նրան վնասել կամ կանգնեցնել։ Ընդամենը մի քանի ժամ ու բոլոր գաղտնիքները կբացահայտվեն, իսկ դուք այդ ընթացքում միացեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։